Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է կանաչ տաքսոնոմիայի հետ կապված հարցերի քննարկմանը։ Այդ նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության հարցերի ավագ մասնագետ Իրինա Ղափանյանին։ Բարև ձեզ, Տիկին Ղափանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ղափանյան, այսօր կխոսենք մի թեմայի մասին, որը որ միգուցե հայաստանյան իրականությունում ավելի քիչ են ծանոթ, քաջատեղյակ չեն եւ մասնագիտական երևի թե կամ շահագրգիռ գերատեսչություններին է ավելի հայտնի այս թեմայի վերաբերյալ իրավակարգավորումները, ինչու՞ չէ, նաեւ ընդհանուր, բայց մենք կարիք ունենք նաեւ մեր հանրությանը ներկայացնելու, ինչ է իրենից ներկայացնում կանաչ տաքսոնոմիան, որովհետեւ բոլորովին վերջերս կառավարությունը հաստատել է կառավարության որոշում Հայաստանում կանաչ կայուն եւ նպաստող միջոցառումներ եւ ծրագրերի դասակարգման համակարգ, այսինքն կանաչ տաքսոնոմիան հաստատելու մասին կառավարության որոշումը։ Մենք խոսենք տարբեր հարցերի շուրջ կանաչ տաքսոնոմիայի հետ կապված, քանի որ այն կանաչ ֆինանսական ծրագրերի հաստատմանն է ուղղված, կանաչ այդ ֆինանսական համակարգերի զարգացմանն է ուղղված եւ այլն, բայց մինչեւ այդ եկեք սկսենք հենց ամենասկզբից ինչ է իրենից ներկայացնում կանաչ տաքսոնոմիան, քանի որ եսրութաբանությունը նույնիսկ կարող է հաճախ ավելի շատ անծանոթ լինի, քան ծանոթ։ Այո, միանշանակ իրաված եք, Նայնե ջան, եւ տաքսոնոմիայի մասին խոսելուց ոչ միայն տարբեր կառավարության գերատեսչությունները ի սկզբանե այդ տերմինին ծանոթ չէին, այլ նաեւ լիազորված մարմինները, ում հետ որ սկսեցինք աշխատել, աշխատանքը սկսվեց թերևս 2.5 տարի առաջ, երբ որ առաջին անգամ այդ կարիքի մասին բարձրաձայնեց կենտրոնական բանկը, քանի որ հետաքրքիր էր Հայաստանում, որ տվյալ ոլորտում մենք ունեինք մասնավոր սեկտորի առաջընթաց, իսկ դրան առնչվող քաղաքականության մեծ բացեր։ Ավելի մանրամասնեմ եւ երևի թե օրինակներով խոսելուց, թե սահմանումը տաքսոնոմիայի ավելի դյուրին կլինի, թե ընկալումը։ Տեսեք, օրինակ այսօր մեր մոտ բանկային համակարգում եւ 2.5 տարի առաջ արդեն կային, այսպես ասած, ֆինանսական պրոդուկտներ, որոնք որ ձևակերպվում էին որպես կանաչ վարկեր, օրինակ, եւ նույն կենտրոնական բանկը խնդրի առաջ էր կանգնել, որ Հայաստանի Հանրապետության մեր օրենքների օրինական դաշտում, օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում, իրավական սահմանում չկա, թե ինչ է կանաչ։ Մենք ինչպես ենք դիտարկում Հայաստանի Հանրապետության ներքո կանաչ պրոդուկտը ինչ է, ընդհանրապես ինչ է իրենց ներկայացնում կանաչ տնտեսական գործողությունները եւ գործունեությունը։ Եվ այդ մասին ազդարարեց առաջինը հենց կենտրոնական բանկը, եւ մենք սկսեցինք իրենց հետ աշխատել, հասկանալու թե որ մարմինը պետական կառավարման համակարգում լիազորված կլինի ըստ իր գործառույթների իրականացնել կանաչ տաքսոնոմիայի մշակումը։ Ինչ է իրանից նշանակում եւ ինչ է տաքսոնոմիան, դա տնտեսական գործողությունների գործունեության միջոցառումների դասակարգումն է։ Ինչու է դա կարեւոր, կանդրադառնանք վստահ եմ, բայց նախքան անդրադառնալը հասկանանք, թե ինչպես են զարգանում Հայաստանում մասնավոր սեկտորի խաղացողները եւ քաղաքականություն մշակող մարմինները։ Եվ երբ որ մենք քննարկեցինք կենտրոնական բանկի հետ, թե ինչպես մշակենք, ինչպես մոտենանք տվյալ օրենսդրական բացերի լրամշակմանը, որոշում կայացվեց փոխվարչապետի մակարդակով, որ ճիշտ կլինի, որ ամբողջական տաքսոնոմիան մշակվի, այսինքն ոչ միայն մենք կենտրոնանանք սահմանում տալուն ֆինանսական գործիքների, թե կանաչ են, անցումային են, թե նպաստող են, այլ ամբողջական տնտեսական բոլոր հնարավորինս առաջնահերթ տնտեսական ոլորտների։ Եվ դրանից սկսվեց աշխատանքը եւ լիազորվեց մարմինը, դա էկոնոմիկայի նախարարությունն էր, եւ մենք սկսեցինք մեր 2.5 տարվա կրտնաջան աշխատանքը։ Շատ բարի, դուք ձեր խոսքում ներկայացրեցիք ինչ է կանաչ տաքսոնոմիան, ինչ նպատակով է այն ներդրվել Հայաստանում, կարծես թե գործնական առաջարկը, պահանջարկը
արդեն իսկ երկար ժամանակ էր հասունացել, որ իրավական կարգավորում լինի, ինստիտուցիոնալ ներդրում լինի։ Հենց կանաչ տաքսոնոմիան, երբ որպես դասակարգման համակարգ, որպես ինստիտուտ, եթե դիտարկենք, ինքը ինքնին ինչ նպատակներ ունի, կարծես թե դրանք տնտեսական են, ձեր խոսքից ակնհայտ է, սոցիալական են եւ բնապահպանական են, որոնք են այդ նպատակները եւ ըստ էության ինչ փոփոխություններ են ակնկալվում այս ինստիտուտի ներդրմամբ նշված նպատակների իրականացմամբ։ Տեսեք, կանաչ տաքսոնոմիան, ինչպես նշեցի, դա տնտեսական գործողությունների միջոցառումների գործունեության դասակարգում է։ Սակայն ինչն է կարևոր հասկանալ առաջնահերթ, որ դա ինքնին գործիքակազմ է, որպեսզի հստակ ռազմավարական նպատակների հասնենք, այսինքն իր մեջ նաև պարունակում է այն ռազմավարական նպատակները, որոնք արտացոլված են թե կառավարության հնգամյա պլանում, թե համապատասխան ենթաօրենսդրական ակտերում եւ ռազմավարություններում, եւ այն բազմաբովանդակ է։ Սկսենք նրանից, որ կան առնվազն 4 նպատակներ, որոնք որ ներդրվել են կանաչ տաքսոնոմիայի փաստաթղթի մեջ, որը ինչպես դուք նշեցիք, անցյալ 5 շաբթի արդեն կառավարության նիստում հաստատվեց։ Առաջնային նպատակը դա տնտեսական, եկեք ընդհանուր առաջնահերթություններ չտանք, որովհետեւ իրենք իրականում շատ փոխկապակցված են, եւ ես կուզենայի անդրադառնալ նրան, որ եթե կառավարությունը դնում է իր առջև նպատակ ունենալ նորարարական տնտեսական համակարգ, նորարարականը ի սկզբանե դա պետք է լինի կայուն, այն պետք է լինի ռեսուրսախնայող, մարդակենտրոն։ Եվ հենց այդ նպատակներն են նաև հետապնդում տաքսոնոմիան։ Մենք բաժանել ենք մի քանի տենց նպատակային ուղղությունների, ունենք տնտեսական, ռազմավարական, սոցիալական եւ բնապահպանական։ Կարող եմ մանրամասնել դրանք, իհարկե։ Եթե կարելի է համառոտ։ Այո։ Ուրեմն բնապահպանական նպատակները միտված են օրինակ շրջանաձև տնտեսության սկզբունքների եւ կարևոր մեխանիզմների ներդրման մեջ։ Օրինակ ինչ ասել է շրջանաձև տնտեսություն, դա ռեսուրսների կայուն ողջամիտ կառավարումն է, այսինքն փորձել այնպիսի տնտեսական մոդելներ մշակել, որպեսզի մեր մոտ թափոններ չգոյանան։ Եվ դա շրջանաձև տնտեսության հիմքերի մեջ է դրված այդ սկզբունքը եւ այդ սկզբունքը նաեւ դրված է կանաչ տաքսոնոմիայի նպատակների ներքո նույն բնապահպանական նպատակի տակ, այսինքն կա ընդհանուր այդպես հովանոցային նպատակ եւ ենթանպատակներ։ Կենսաբազմազանության պահպանությունը, ինչի է այն կարևոր Հայաստանի համար, եկեք ես շատ հստակ կենցաղային օրինակ բերեմ, որպեսզի մեր ունկնդիրներին նաեւ ավելի նյութական դարձնեմ բնապահպանական նպատակները։ Վերջերս մենք այլ ծրագրերի շրջանակներում հետազոտում ենք Արարատյան դաշտավարում տարբեր համայնքներում ինչպես է կենցաղային կեղտաջրերը եւ արդյունաբերական կեղտաջրերը ազդում ոչ միայն էկոհամակարգերի, այլ նաեւ մարդու առողջության, իր կենսագոյության վրա եւ հայտնաբերեցինք, որ մի շարք համայնքներում այդ թվում օրինակ Ռանչպարում, եթե նախկինում բավականին մեծ քանակությամբ ունենք խեցգետինների պոպուլյացիա եւ հենց վայրի խեցգետինների պոպուլյացիա, որից օգտվում էր, կայուն էր օգտվում համայնքը, որովհետեւ ժամանակին կարծում են մասնագետները, որ միայն խնդիրը, որ պոպուլյացիան նվազել է խեցգետինների, բխում է նրանից, որ ոչ սեզոնային որս է գնում, սակայն մեր վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ խեցգետինների պոպուլյացիայի նվազեցումը, որը բավականին լուրջ տնտեսական աղբյուր էր համարվում այդ համայնքների համար, խեցգետինների այդ պոպուլյացիան կտրուկ նվազել է եւ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ դա տեղի է ունեցել կենցաղային կեղտաջրերի, արդյունաբերական կեղտաջրերի հոսքի պատճառով, որը առաջացնում է շատ բարձր տիղմ, այդ տիղմում խեցգետինը չի կարողանում ապրել եւ մենք ունենում ենք խնդիր, եւ որ համայնքը կայուն որսում էր բավականին մեծ ծավալի խեցգետին եւ ապահովում էր իր տնտեսական կայունությունը, այսօր զրկված է այդ կարևոր
էկոհամակարգային ծառայությանը, որը անհետացել է ոչ կայուն կառավարման նույն, ասենք, կեղտաջրերի կամ արդյունաբերական ջրերի։ Այս մասին է խոսքը, հա, այսինքն ես ուզում եմ օրինակ բերել մեր կենցաղային առօրյայից, որպեսզի մեր ունկնդիրը ավելի առարկայական ընկալի, թե ինչի մասին է խոսում, երբ որ խոսում ենք բնապահպանական նպատակներից, որոնք որ զետեղվել են տվյալ փաստաթղթում։ Արագացնեմ, նաև իհարկե սոցիալական նպատակներն են հետապնդում այս փաստաթղթով, Համաշխարհային բանկի հետազոտությունները ցույց են տալի, որ Հայաստանի Հանրապետությունում օդի աղտոտվածության պատճառով մենք ունենում ենք բավականին բարձր ցուցանիշ տնտեսական անկման։ Ինչպես է դա կապվում մեր առօրյական կյանքի հետ, տեսեք, գիտությունը արդեն վաղուց է ապացուցել, որ բարձր աղտոտվածություն ունենալ օդի աղտոտվածության պատճառով մարդկանց աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք տնտեսական արժեք ամենին տանք, Հայաստանում 16% ազդում է ՀՆԱ-ի վրա, բացասական է ազդում միայն օդի աղտոտվածություն։ Դե պատկերացրեք, այդ հետազոտությունը, որ մենք արեցինք, բավականին ցայտուն մեզ համար հայտնաբերում էր, որ Հայաստանում, երբ որ մենք չունենք ծանր արդյունաբերություն, հա, ունենք նման ցուցանիշ։ Սա խոսում է էլի այն մասին, որ մենք պետք է մեր քաղաքացու համար ստեղծենք առողջ ապրելակերպի, առողջ միջավայրի հնարավորություն, ոչ միայն որ քանի որ պետք է ժողովրդավար երկիրը մարդակենտրոն լինի, այլ դա տնտեսապես ինչպես ասեմ, տնտեսապես արդյունավետ է ստեղծել նման միջավայր, որովհետև դու քաղաքացու ստանում ես ավելի արդյունավետ աշխատանք։ Այո, այս ամենի արդյունքում բոլոր ինստիտուտների վրա անդրադարձ է կատարում։ Ծանոթանալով կառավարության որոշման հետ, պետք է նշել, որ այստեղ շահելու են ոլորտային զարգացումներ լինելու կամ ոլորտային այսպես շահերի առաջ մղում կա, եւ դրանք ավելի քան 10 ոլորտ են՝ գյուղատնտեսություն, քաղաքաշինություն եւ այլն։ Խնդրում եմ այդ ոլորտները ներկայացրեք եւ նաեւ եկեք անդրադառնանք այն հարցին, թե ովքեր են շահառուները լինելու, հա, այս ինստիտուտի ներդրման արդյունքում։ Եկեք սկսենք շահառուներից։ Շահառուների մասով միանշանակ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է առաջին հերթին, այնուհետև իհարկե մեր հանրային սեկտորը, այսինքն կառավարությունը իր բոլոր լիազոր գերատեսչություններով, մասնավոր սեկտորը, դրան էլ կանդրադառնանք, եւ իհարկե մեր միջազգային գործընկերները, որովհետև նաեւ կանաչ տաքսոնոմիա հաստատելով Հայաստանը ստեղծում է ավելի բարվոք, ավելի բարելավված ներդրումային միջավայր։ Սա շահառուների մասով։ Ինչ վերաբերվում է ոլորտներին, ինչպես ես նշեցի, ամենասկզբից մենք սկսեցինք քննարկել կառավարության հետ, թե ինչպիսի մոտեցում է կառավարությունը ուզում ընտրի տվյալ փաստաթղթի մշակման մեջ, քանի որ միջազգային փորձը բազում է, օրինակ մեր հարևան երկրում Վրաստանում այդ լիազորությունը ստանձնեց իրենց կենտրոնական բանկը, որը կոչվում է Ազգային բանկ Վրաստանի, եւ մշակեցին ի սկզբանե ֆինանսական հենց ոլորտին։ Մեր կառավարությունը որոշեց ավելի համապարփակ մոտեցում ունենալ դրան, քանի որ փորձը ցույց է տալի միջազգային թե Եվրոմիության փորձը, թե ԵՄ անդամ երկրների փորձը, որ ավելի ճիշտ է սկսել համապարփակ դասակարգման գործընթացից ու հետո արդեն երկրորդ փուլով կենտրոնական բանկերը, ազգային բանկերը մշակում են իրենց դասակարգման համակարգը, որը ուղղված է հենց ֆինանսական գործիքակազմի։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ նույն հանրային սեկտորի ոլորտում, այսինքն պետական կառավարման ոլորտում մենք մեծ բացթողումներ ունենք այն առումով, թե մենք պետք է նաև դասակարգենք հանրային ոլորտի միջոցառումները եւ գործողությունները։ Եվ այդ իսկ պատճառով կառավարությունը ասաց, եկեք անենք հնարավորինս համապարփակ։ Եվ այդտեղ կա եւ գյուղատնտեսության ոլորտը, եւ ջրային կառավարման ոլորտը, որը
մեծ բացթողումներ ունի, թե ենթակառուցվածքային, թե օրենսդրական եւ այդ ամենին անդրադարձել է փաստաթուղթը։ Կա տրանսպորտի ոլորտը բավականին լավ ընդգրկված եւ իհարկե էներգետիկ ոլորտը, որը Հայաստանի համար շատ ռազմավարական նշանակության ոլորտ է։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք կանաչ տաքսոնոմիայի մասին, ինչ է կանաչ տաքսոնոմիան, ինչ նպատակներ ունի, ովքեր են շահառուները, ինչ ոլորտային զարգացումներ են լինելու։ Այս մասին մենք զրուցում ենք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանի հետ։ Տիկին Ղափլանյան, շարունակելով մեր զրույցը, իհարկե կանաչ տնտեսության, շրջանաձև տնտեսության անցնելու հետ կապված թե կառավարության ծրագրում, թե հայտարարությունների մակարդակով կառավարությունը ավելի վաղ շրջանից հայտարարել է եւ քայլեր արվում են բնականաբար եւ արվել են։ Խնդրում եմ եկեք արտացոլենք կապը, հա, կանաչ տնտեսության, շրջանաձև տնտեսության, կանաչ տաքսոնոմիայի, արդյոք այս որոշմամբ այո փոփոխություններ կամ այդ կապը, այդ փոխգործակցությունը, փոխսերտ կապը ավելի է խորանալու եւ արդյունքում նույն շրջանաձև տնտեսության ներդրման հետ կապված ծրագրերի իրավական ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում նաեւ այսպես դինամիկ սինխրոնիզացիան գնալու է ոլորտների։ Ես հույս ունեմ միանշանակ եւ դա իհարկե մեր որպես միջազգային զարգացմանը միտված կառույցի նպատակներից մեկն է աջակցել հնարավորինս կառավարությանը, որպեսզի այդ նպատակին հասնենք։ Ուղղակի մատնանշեմ, որ կանաչ տաքսոնոմիան որպես այդպիսին իրենց ներկայացնում է գործիքակազմ, որպեսզի այն բոլոր ռազմավարական նպատակները, որոնք որ իր առջև դրել է կառավարությունը մասնավորապես կայուն զարգացման ուղղությամբ, կարողանանք կյանքի կոչել։ Դա այդ գործիքակազմն է, բայց մի փոքր հեռանալով ավելի մանրամասնից եւ ավելի լայն շրջանակ վերցնելով, եթե ցանկացած պետությունը իր առջև նպատակ է դրել ստեղծելու նորարարական տնտեսություն եւ զարգացնելու այն մարդակենտրոն սկզբունքով, ապա այսօր այլընտրանք չկա։ Պետք է ընտրել միայն կանաչ, կայուն, դիմակայուն սկզբունքներով, թե քաղաքականությունը եւ բոլոր ոլորտներին է դա վերաբերվում։ Մենք պետք է փորձենք գիտակցել այսուհետ, որ բնապահպանությունը որպես այդպիսին ինչ որ անջատ ոլորտ չի, եւ պետք է մարդուն դնենք այդ բնության էկոհամակարգի կենտրոնում եւ փորձենք արարել եւ ստեղծել այնպիսի քաղաքականություն, որպեսզի այն էկոհամակարգերը, որոնք որ սնուցում են մեզ, բառից բուն իմաստով լինեն նույնպես կայուն եւ ամբողջ նպատակը դրա մեջ է, որպեսզի մենք կարողանանք մեր աջակցության միջոցով քաղաքականություն մշակել, օգնել կառավարությանը քաղաքականություն մշակել եւ նաեւ ունենալ այդ գիտակցությունը, որ այսուհետ բնապահպանությունը կամ կանաչ կայուն զարգացումը անջատ ոլորտներ չեն, այլ պետք է զետեղվեն ցանկացած ոլորտի մեջ։ Խոսում ենք դա կրթության, գիտության զարգացման մասին, սոցիալական զարգացման մասին, տարբեր շերտերի, հա, որովհետև օրինակ մեր հետազոտությունները ցույց են տալի, որ ցավոք սրտի օրինակ նույն կլիմայի փոփոխության արդյունքում խոցելի խմբերն են հենց սոցիալական անապահով խմբերը, հա։ Եթե մենք խոսում ենք տնտեսական զարգացման մասին, էներգետիկ զարգացման մասին, ամեն տեղ պետք է զետեղված լինեն այդ կարևոր սկզբունքային էլեմենտները հենց կայուն զարգացման, որի մասին եւ խոսում է այս փաստաթուղթը եւ մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունը այդ գիտակցությունը ունենալով դեռևս 2.5 տարի առաջ ընտրեց ավելի բարդ ուղին, այսինքն ոչ թե տալ միայն կենտրոնական բանկին այդ մանդատը մշակելու կանաչ ֆինանսական գործիքակազմի դասակարգումը, այլ վերցնել ավելի լայն շրջանակ եւ այո, դա բավականին մեծ տքնաջան երկար աշխատանք էր, որը տևեց 2.5 տարի եւ մենք ներգրավեցինք բավականին մեծ կազմով տեղական ոլորտային փորձագետներ, ովքեր որ աջակցում էին մեզ այդ գործում։
Շատ բարի, դուք ասացիք, որ 2.5 տարի արդեն տևել է, դա բնականաբար շարունակական աշխատանք է լինելու։ Տեսեք, մեր հաղորդումը ինքը իր բնույթով իրավական լինելով անդրադառնում է մեր հայրենակիցների, մեր համակարգացիների տարբեր իրավունքներին, որոնց թվում բնապահպանական իրավունքներին, այս ոլորտում կարող ենք ասել դա կլինի նաև բնապահպանական իրավունքների իրացմանը միտված ինստիտուտի գոյություն, առկայություն եւ որի արդյունքում ոչ միայն այստեղ բնապահպանական իրավունքների իրացում կլինի, այլ նաև ինչու՞ չէ աշխատանքի իրավունքի, ինչ իմաստով, որտեղ կանաչ աշխատատեղեր կստեղծվեն։ Կարող ենք ենթադրել ակնկալել, որ այո, նաև աշխատանքային իրավունքի իրացմանը միտված այդ կանաչ աշխատատեղերը կլինեն կանաչ տաքսոնոմիայի այս աշխատանքների իրականացման ողջ գործընթացի արդյունքում։ Այո, միանշանակ եւ հետաքրքրական է, որ բավականին սերտ աշխատելով էկոնոմիկայի նախարարության հետ, հատկապես վերջին փուլում մենք այն հանգրվանին եկանք, որ այդ փաստաթղթում նաև զետեղվեց շատ կարևոր սահմանումներ, այդ թվում նաև ավելի կանաչ կամ կանաչ աշխատատեղեր, որոնք որ բացակայում են Հայաստանի օրենսդրության մեջ, եւ դա շատ կարևոր է տվյալ սահմանումները տալ, որպեսզի թե մեր հանրային ոլորտի ներկայացուցիչներին, թե մասնավոր ոլորտի ներկայացուցիչների պարզ լինի, թե Հայաստանի Հանրապետության ներքո ինչ ասել է թե կանաչ աշխատատեղ, հա, եւ դա ի սկզբան է, ինչպես դուք նշեցիք, մարդակենտրոն իր մեջ սկզբունք է ներառում, այսինքն որպեսզի մենք ունենանք ու եկեք առարկայական խոսենք դրա մասին, հա, քանի որ ավելի կանաչ ինչ է նշանակում, ցանկացած ոլորտ վերցնելով, մենք վերլուծելով աշխատավայրի պայմանները կարող ենք հստակ աուդիտ անել եւ ասել թե որքանով է այն ավելի կանաչ դարձնել, որքանով է կարելի հնարավոր ավելի կանաչ դարձնել, ոչ միայն բնապահպանական սկզբունքներից ելնելով, այլ մարդու առողջությունից, որովհետև էլի, ինչպես ես նշեցի, մենք ապահովում ենք ոչ միայն էկոհամակարգերի կայունությունը, այլ նաև մարդու աշխատանքի արդյունավետությունը։ Էլի վերադառնալով այդ փոխգործակցության, որ շատ կարևոր է միշտ դա շեշտել, որ կանաչ ասելով դա անտարբերականգնում չէ, դա անջատված process-ն է։ Եվ առաջին այո, մարդակենտրոն է, մարդու ուղղված է, այո։ Եվ այսպեսի մի բան, ես հիշում եմ, որ այս կառավարության այս որոշման նախագիծը, դրա ինչպես բոլոր նախագծերը, երբ իդրաֆտում էր տեղադրված, իդեպ ոչ բոլոր որոշումներն են ակտիվ քննարկման առարկա դառնում, այստեղ բավականին թվով հասարակական կազմակերպություններ ակտիվ արտահայտվել են եւ տեղյակ էին ինչ է կանաչ տաքսոնոմիան, ավելին կոնկրետ առաջարկություններ են արվել, օրինակ նույն կանաչ աշխատատեղերի հետ կապված կար, ես հիշում եմ, եւ բավականին թվով սահմանումներ կար, որոնք գտել էին իրենց տեղը նախագծում, բայց սահմանումները չեն ստացել եւ կարելի ասել հոգուտ, հա, այդ նախագծի, որ արդեն այդ սահմանումները տեղ են գտել այսօրվա կառավարության որոշման տեքստում եւ մի այսպիսի բան մտահոգություններ հայտնվել բացի դրանից նաեւ կանաչ լվացման հետ կապված կարող ենք ասել որ այսօրվա այդ որոշման տեքստը այս ռիսկերից ավելի զերծ է եւ այն խմբագրման որ այսօր ընդունվել է հաստատվել է կառավարության կողմից կարող է հանրության վստահությունը այսպես ունենալ եւ հետագա բնականաբար սա մեկ քայլով գործընթաց չէ, այլ դրան պետք է հաջորդեն ավելի այսպես նեղ ոլորտային կարգավորումներ, կարող ենք ասել, որ արդյունքում կունենանք մենք այդ ամենը, այո, վստահությունը, այն նույն հանրային սեկտոր, որը ակտիվ արտահայտվել էր, ավելի այսպես բավարարված կլինի այն փոփոխություններից, որոնք կհաջորդեն այս քայլին։ Միանշանակ եւ ուզում եմ շեշտեմ նաեւ ինչպես դուք ասեցիք շատ ակտիվ մասնակցությունը թե անհատ Հայաստանի պետության քաղաքացիների թե հասարակական կազմակերպությունների թե մասնավոր սեկտորի փորձագետների դա շատ մեզ օգնեց հասկանալու առաջին հերթին ինչքան առաջ է մեր հանրային գիտակցությունը թե ինչպիսի գործիքակազմով է կառավարությունը հանդես գալի հանրության առաջ եւ նաեւ կարծում եմ կարեւոր է շեշտել ինչպես իմ խոսքի սկզբում ասացի բավականին համապարփակ աշխատանք արվեց
մենք աշխատում ենք ամերիկյան համալսարանի Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական Հակոբյան բնապահպանական կենտրոնի հետ, իրենց փորձագետների հետ ներգրաված են առնվազն 12 ոլորտային փորձագետ եւ բավականին մանրակրկիտ աշխատանք տարվեց իրենց հետ, որպեսզի մենք այդ բոլոր սկզբունքները, որոնք որ միջազգային փորձով մենք փորձեցինք ներբեռնել Հայաստանի այդ փաստաթղթի ներքո հնարավորինս տեղայնացնենք եւ դա էր կարեւոր թերևս կարեւոր աշխատանքը հնարավորինս տեղայնացնել Հայաստանի տնտեսության իրականությանը եւ ստեղ նաեւ ինչ եմ կարեւորում նշել, որ ինչպես խոսքի սկզբում նշեցի, կենտրոնական բանկի դերը բավականին մեծ էր, քանի որ հենց կենտրոնական բանկն էր առաջինը ով ազդարարեց այդ բացը մեր օրենսդրական դաշտում եւ սկսեց խոսել հենց ինչպես դուք նշեցիք կանաչ լվացման վտանգի մասին եւ նպատակներ, բազում նպատակներից մեկը տվյալ փաստաթղթի մշակման եւ ընդունման դա կանխել կանաչ լվացումը, այսինքն ինչ է դա նշանակում տվյալ ենթաօրենսդրական ակտի նպատակներից մեկն է նաև ավելի կանխատեսելի դարձնել նույն ներդրումային միջավայրը, հա, եթե օրինակ միջազգային ներդրող նայում է Հայաստանին, փորձում է հասկանալ, թե ինչպես է տվյալ երկիրը սահմանում իր համար ներդրումային տարբեր գործողությունները, միջոցառումները, եւ սրանով այսպես կոպիտ ասած կամ ավելի ժողովրդական լեզվով ասած Հայաստանի Հանրապետությունը իր տնային աշխատանքը արել է, ինքը սահմանել է տվյալ փաստաթղթով, թե Հայաստանի Հանրապետությունում մենք ինչպես ենք սահմանում տարբեր տնտեսական գործողությունները եւ միջոցառումները, սահմանում ենք դրանք կանաչ, նպաստող կամ անցումային դա է տվել այդ փաստաթուղթը ավելի կանխատեսելի է նաև դարձրել ներդրումային միջավայրը եւ ավելի կանխատեսելի է դարձրել նաև ներդրողին հասկանալու թե մեր երկրում մենք ինչպես ենք դա սահմանում Եվ այսպեսի մի հարց Ղափլանյան իհարկե զրույցի ընթացքում հստակ է, որ շահառուների լայն շրջանակ հանրությունը, պետությունը, ոլորտային զարգացումներ պետք է լինեն եւ կարծես թե դրանք քիչ չեն, բայց միևնույն ժամանակ մի կողմից տնտեսության զարգացում, մարդու առողջություն, իրավունքների իրացում շատ կարեւոր է, իսկ մարտահրավերների հետ պայքարի առումով կարող է այս ինստիտուտը ինչ որ առումով լինել գործիքակազմ, որովհետև այսօր մենք կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի Հանրապետությունը բավականին ճանապարհ դեռևս անցնելու ունի, չնայած որ երկար ճանապարհ էլ անցել է, շատ այսպես ռազմավարություններ, այսօր օրենքի նախագիծն է արդեն այս ճանապարհ մտնում այսպես ընդունման քննարկման փուլ, այ կարող ենք ասել նույն կլիմայի փոփոխության հետ կապված կարող է գործիքակազմ լինել կամ բացի այս ոլորտից կան ոլորտներ, որի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը կարող է լինել կամ այսպես գործնական միջոցներից մեկը կարող է լինել կանաչ տաքսոնոմիան։ Այո, միանշանակ չնվազեցնելով իհարկե կանաչ տաքսոնոմիայի մանդատը որպես փաստաթղթի, որպես այսուհետ կառավարության որոշման, ես բազմիցս նշեցի, որ դա դասակարգում է իրենց ներկայացնում տնտեսական գործողությունների միջոցառումների դասակարգում է, բայց նաև ինքնին որպես գործիքակազմ այն նաև հետապնդում է ռազմավարական նպատակներ, որոնց մասին խոսեցինք, եւ այդ ռազմավարական նպատակներն են նաև կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելը եւ այդտեղ կա եւ մեղման ուղված եւ հարմարվողականության ուղված առանձին նպատակները հատկապես Հայաստանի համար եւ ես նույնիսկ չէի տարանջատի որն է ավելի կարեւոր թերևս կառավարությունը միշտ պնդում է որ մեր համար ավելի կարեւոր է հարմարվողականությունը որովհետեւ հարմարվելը կլիմայի փոփոխության թանկ է եւ հնարավորինս պետք է ստեղծենք միջավայր, որպիսի այդ կանաչ կլիմայական ֆինանսները մենք կարող ենք բերել երկիր թե հանրային ոլորտի համար, թե մասնավորի համար, օգնելու մեր տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր խաղացողներին այդ կարևոր ներդրումները անել։
դա խոսքը գնում է էներգետիկ ոլորտի մասին, խոսքը գնում է գյուղատնտեսության մասին, որը շատ անչափ խոցելի ոլորտ է կլիմայի փոփոխության տեսանկյունից եւ հենց հարմարվողականության միջոցառումները շատ կարեւոր են այս փուլում, որպեսզի մենք պատրաստվենք թե ավելի տաք ջերմաստիճաններին, թե ավելի անկանխատեսելի բնական եւ բնակլիմայական տարբեր աղետների։ Եվ այդ տեսանկյունից, այո, կառավարությունը շատ անգամ պնդում է, որ հարմարվողականության օրակարգը մեզ համար ավելի կարևոր է, պակաս կարևոր չէ իհարկե մեղմումը, որտեվ այդքան այո, Հայաստանի Հանրապետության արտանետումների մասնաբաժինը չնչին փոքր է 0.02%-ն է կազմում ընդհանուր գլոբալ արտանետումների գույքագրված հաշվեկշռում, սակայն Հայաստանի ազգային եւ էներգետիկ շահերից է, էներգետիկ անվտանգության շահերից է բխում ներդրումներ իրականացնել, որպեսզի մենք անցնենք ավելի քիչ ածխածնային, ավելի ցածր ածխածնային տնտեսական համակարգ ունենալուն։ Շատ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր աշխատանքները իրականացնելու մեկնարկի համար, կարծում եմ սա կլինի մեկնարկը եւ դրանից հետո իրավական կարգավորումից զատ կլինեն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք այո կյանքի կբերեն այն ամեն ինչ, որ դուք նշեցիք, եւ հույս եմ հայտնում, որ դեռ մենք այս թեմային կանդրադառնանք որը ժամանակից անց, եւ ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր մենք ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում քննարկում ենք կանաչ տաքսոնոմիայի հետ կապված բոլորովին վերջերս կառավարության կողմից հաստատված կառավարության որոշման մասին, թե ինչ է իրենից ներկայացնում կանաչ տաքսոնոմիան, ինչ փոփոխություններ կհետևեն այս ինստիտուտի ընդունումից հետո, ինչ փոփոխություններ կլինեն մարդկանց կյանքում, հնարավոր փոփոխությունները տնտեսության հետ կապված, նաև ոլորտային փոփոխությունները կլինեն, եւ իհարկե շատ կարեւոր է հավատալ, որ այն գերատեսչությունները, որոնք լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են այս process-ների համար կամ ներգրաված են ոլորտային այդ գերատեսչությունները իսկապես կյանքի կկոչեն բոլոր այն փոփոխությունները եւ որոնք բխում են ուղղակիորեն այս ինստիտուտի ներդրումից եւ այս քննարկման նպատակով մեր տաղավարը ենք հրավիրել Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության հարցերի ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ղափլանյան։ Ես եմ շնորհակալ։ Եվ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ ձեզ հետ է հաղորդման հեղինակ եւ վարող Նարինե Սոլոմոնյանը։